հավատում։ Ինչ եղավ։ Մամա, հիշում ես, որ քեզ ասում էի հորքորին եմ փնտրում։ Հա, ում։ Ես գրել էի մի երկու հոգու, համընկել էր անուն ազգանունը, բայց նկար չկար։ Հետո պատասխանել է մեկը։ Ոնց որ հորքորն է։ Հաստատ չգիտեմ, որովհետև ոչ մի նկար չունի, բայց գրածից պարզ է, որ ինձ ճանաչում է։ Նարե, չգիտեմ, կարող է ինչ-որ մի բան շփոթում ես։ Հնարավոր չի, որ նույն անուն ազգանունով ինչ-որ մեկը լինի ու քեզ պատասխանի։ Հետո չեմ կարծում, որ Լալան հենց իր անուն ազգանով որևէ կայքում կգրանցվեր։ Սպասի, կարդամ լսի։ Բարև ձեզ, կներեք, որ անհանգստացնում եմ, բայց ես ինձ համար շատ կարևոր մարդու եմ փնտրում։ Չգիտեմ, պատահականություն է թե չէ, բայց ձեր անուն ազգանունները համապատասխանում են։ Խնդրում եմ, եթե կարելի է կասեք, որտեղ եք ապրում, ու եթե հնարավոր է, կարող եմ ձեզ մի քանի հարց տալ։ Էս ես եմ գրել։ Իրա պատասխանը դու կարդա։ Բարև, Նարե ջան։ Չգիտեմ, էլ ուզում եմ հարցեր տաս, թե չէ, կարևոր չի, թե որտեղ եմ ապրում։ Կարևորն էն է, որ 10 տարի առաջ թողել եմ իմ տունս ու մեկ ընդմիշտ գնացել։ Ինձ թվում է, այս շատ հարցերիդ պատասխան արդեն տալիս է։ Դե հիմա դու ասա։ Հորքորն է, թե չէ։ Ինչ ես կորցրել ստեղ։ Ես բան չեմ կորցրել, բայց որ սենց մի քիչ է շարունակվի, դու աղբորդ ես կորցնելու։ Չհասկացա։ Ինչ գործ ունես դու Միքոյի հետ։ Գոնե դու տեղյակ ես, որ այսօր աղբորդ ոստիկանությունից եմ հանել։ Ինչ ես արել։ Չնայած մոռացել է, չէ՞ դուք իրար հետ չեք շփվում։ Ինչ է արել Միքոն։ Արմո։ Մարդ է ծեծել։ Աղբորը տիրություն արա, Հայկո, այս անգամ սենց հանգիստ պրծավ։ Այս որպես համագյուղացի եմ քեզ ասում։ Սրտից չնստավ։ Վերջին անգամ, որ Միքոյին տեսել եմ, փոքր երեխա է եղել։ Ու մի խոսքով եկել է ես քանն ասեի քեզ։ Այս ով էր Հայկո։ Արմոն։ Բայց ինձ հիմա մենակ Միքոն է հետաքրքիր։ Ես կզարմանայի, որ պատասխաներ։ Վայ Միքո։ Բարի գալուս, Միքո։ Որ հիմա ինչ ենք անելու։ Ինչ պիտի անենք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ հորքորին համոզեմ հետ գա ու հետը կապ եմ պահելու։ Գժվել ես։ Չէ, մամ, այս պատմությունը ընդհանուր ոտից գլուխ խելագարվելու է, դու հիմա ինչի մասին ես խոսում։ Չգիտեմ, Նորը։ Ես սարսափում եմ այն մտքից, թե ինչ է լինելու հետո։ Խելագարվում եմ։ Իսկ ես ավելի շատ մտածում եմ հիմա ինչ վիճակում է, որտեղ է, ում հետ է, այսքան տարի մենակ է ապրել։ Լալան շատ փխրուն աղջիկ էր։ Ով գիտի, թե կյանքը իրեն ինչ է դարձրել։ Ես քեզ շատ եմ պատմել։ Իրան իմ
հարազատ երեխու պես էի սիրում, պահում էի, փայփայում էի։ Բայց հիմա, որ իրան գտել ես, չգիտեմ էլ ուզում եմ, որ ինքը գա թե չէ։ Նոր է չգիտեմ, վախենում եմ ողավոր։ Ներսումս ամեն ինչ խառնվել է իրար։ Ուրախություն, տխրություն ու անհանգստություն։ Մամ, ես շատ լավ հասկանում եմ քեզ, բայց պիտի մի բան խնդրեմ։ Ոչ մեկին ոչ մի բան չասես, հատկապես պապային։ Ես դեռ պիտի հասկանամ հորքուրը ուզում է, որ պապան իր մասին իմանա, թե չէ։ Հիմա դեռ ժամանակը չի։ Ասում եմ բարի գալուստ։ Չես լսում ինձ, թե հետս չես խոսում։ Քերի որտեղ ես իմացել տեղս։ Չնայած հիմար հարց եմ տալի։ Դեսի ես քո տեղը հայել գիտեի։ Ուղղակի Միքայել հետ էի, կային որ հասկանամ դու ինչ ես անում։ Հիմա քեզ մի հատ հարց եկել ես Հայաստան, լավ ես արել։ Բարով ես եկել։ Դու առաջինը պետք է տուն գայիր։ Այդ ոնց որ լավ չես հիշում, հա, հասցեդ։ Միքո ջան, որ մարդ օտար երկրից հետ է գալիս, առաջին իր տուն է գնում։ Ես քեզ շատ երկար եմ սպասել, Միքո ջան։ Ուր ես։ Թե քո տունը չես համարում։ Տենց էլ կարելի ասել։ Մեծ հաշվով ես տուն չունեմ։ Ես ուտողուրացող մարդ չեմ, Քերի։ Դու իմ համար շատ բան ես արել, որի համար շնորհակալ եմ։ Չնայած որ պարտավոր չես եղել։ Ես չեմ ուզում դու ինձ շնորհակալ լինես, է։ Ես ուզում երբ որ դու գալիս ես հետ, հայրենիքդ, առաջինը գաս տուն, ոչ թե փողոցներով թավալ տաս։ Խնդիր ունես, կլուծենք։ Ինչու ես քեզ սպահում։ Քերի, երբ որ մարդը մեկի տանը ապրում է, այդ չի դառնում իրանը։ Ես քո տունը հարգում եմ, Քերի, բայց քո տուն չեմ գա։ Ես մի տուն ունեմ, այն է գյուղում էր, չնայած տան նման չի, կենդանի շունչ չկա։ Քերի, ես հաստատ չեմ գա քո տուն, որովհետև քո տանը մարդ է ապրում, որի հետ ես ցանկություն չունեմ ապրելու։ Չհասկացա, այդ աղբորդ մասին ես խոսում։ Հայկոյի մասին եմ խոսում։ Բարիս մեջ սխալ ես տեսել։ Առաջանցի, դու հենց հիմա իմ տուն ես գալիս։ Ես ոչ մի տեղը չեմ գալու։ Ես քեզ չեմ հարցնում, ես քեզ ասում եմ, հենց հիմա տուն ես գալիս։ Չեմ գալու, Քերը։ Լսի, ահագին բան կա խոսալու, ու դու պետք է բացատրես։ Անցի առաջ։ Քերի, ես ոչ մեկին ոչ մի բան չունեմ բացատրելու։ Միքո, Քերի, ես քո հետ չեմ գալու։ Հա։ Չի պատասխանում։ Անհասանելի է։ Լավ, ինչ անենք, ասա։ Պատկերացում չունեմ, բարո։ Օրը միտեղ քնում է, օրը միտեղ գնում է։ Ստեղ էլ չգիտեմ, ընկեր ունի թե չէ, որ զանգեմ ինչ-որ բան հարցնեմ։ Վստահ եմ, որ հեռախոսն էլ դիտավորյալ անջատել է։ Բայց այդ ինչ պատմություն էր։ Նենցա Միքոն տակարուն էր երևում, բայց չեմ կարծում անիմաստ մարդ կծեծեր։ Եթե Արմոն իրոք Միքոին հանել է ու չի ալարել եկել հասել է ստեղ ու ինձ դրա մասին պատմել է, այդ արդեն Միքոյի տեսակի մասին էլ կարանք չմտածենք վարը։ Ուրեմն ստեղ ինչ-որ դիտավորյալ բան կա արած, մոռացար մեզ ոնց գյուղում տարան բաժի։ Մտածում ես սարքել են գլխին։ Հա, բա ինչ են արել։ Հասցրել են այդ քայլին։ Ինչ էլ որ արել են, դիտավորյալ են արել։ Քերի, ես քեզ հարգում եմ, բայց ես իմ կյանքն է, ու ես եմ որոշում ինչ անեմ։ Ես քո հետ ոչ մի տեղը չեմ գալու։ Հա, ես վատն եմ, խնդիրներ ունեմ, ինչ ուզում եք ասեք։ Բայց խնդրում եմ ինձ հանգիստ թողեք։ Ես չեմ ուզում, որ ինձանով հետաքրքրվեք, ու ձեր մասին է չեմ ուզում լսեմ, ոչ էլ իմանամ։
Ու հա, եթե Հայկոն ասե գաս հետս խոսաս, ես ինչ պետքա իրան ասել եմ։ Իզուրս եկի քերի։ Նիկո։ Քերի չէ։ Քերի, հիմա մենք որ խոսանք ավելի է ամեն ինչ վատանալու։ Արի հաշվենք, որ Հայկոն ընտիր աղբերա, դու էլ հոր պես ես եղել ինձ։ Հա, ես գոհ ու շնորհակալ եմ, բայց հանգիստ թողեք ինձ։ Ես չեմ ուզում, որ դուք ինձնով հետաքրքրվեք, քերի։ Նենց է այս իմ ասածը Հայկոյի սրտով կլինի։ Չեմ կասկածում։ Լսի, արդեն սխալ բաներ ես խոսում։ Նամանավանդ աղբորդ մասին։ Լուրջ։ Լուրջ։ Բա ուր է այդ մեծ աղբերը։ Ուր է։ Այդ զոհը, հերոսը։ Մի անգամ տեսավ եկավ մի քիչ գոր գրած ու հետ էր իր պատկերացմամբ լավ աղբերը, մեծ աղբերը։ Լավ էլի, ես գոհ ու շնորհակալ եմ, ինքը ինձ պետք չի։ Չափդ արդեն անցնում ես, Միկո։ Տենում ես քերի, որ դու էլ ես իրան պաշտպանում։ Արա երկու աղբեր եք, հոթեշնամի չեք, որ մեկն ու մեկիդ կողմից ելնեմ։ Մի ընտանիք եք։ Այս աշխարհում մենակ իրար ունեք։ Դու ես ինչ ես խոսում, քեզ ված չես զգում։ Քերի հաշվի, որ Հայկոն իմ թշնամին է։ Հա, հենց տենց իմ թշնամին է։ Ներսս կատաղությունից վարվում է, որ Հայկոյի անունն եմ լսում։ Տենսկի Ադամյանների ազգանունը լսելու զգացողություն չեմ ունենում։ Քերի, Հայկը պիտի իմ թիկունքում լիներ, իմ կողքին լիներ, բայց ինքը ուրիշ պլաններ ուներ։ Ինչի են ժամանակ ոչ մեկդ ոչ մի բան չասեցիք, որովհետև Հայկոն էր, որովհետև մեծն էր։ Դե Միկոն ինչ, Միկոն փոքր է, Միկոն լակոտ է, ինչ ասեք պիտի խելոք անի։ Միկոն իրավունք չունի այս աշխարհից նեղանալու, իրավունք չունի պահանջներ ունենալու, աղբորը չընդունելու։ Ինչի՞, Հայկոն մեծն է դրա համար, թե Հայկը ինչ անում է ճիշտ է անում, ճիշտ չի անում, քերի, ճիշտ չի անում։ Հայկի պատճառով է, որ իմ պապը գնաց ու չոքեց այդ աննասունի դեմը, Ադամյան Սաքոյի դեմը չոքեց իմ հետ։ Ու ես պիտի ներեմ Հայկին։ Լուրջ, պիտի ներեմ։ Հայկի պատճառով է, որ ես ստատուս ու պապուս հետ չմնացի։ Այդ մարդիկ մեռան չիմացան, թե ով թաղեց, ոնց թաղեցին, որովհետև իրավունք չունենք մտնելու գյուղ։ Ու այդ սաղ Հայկն էր մեղավոր։ Ես ներեմ, երբեք քերի, երբեք չեմ ներելու։ Ես մեր չեմ ունեցել, իմ մերը տատն է եղել, բայց Հայկը հետը խլեց։ Ու ես պիտի ներեմ Հայկին։ Երբեք քերի, երբեք։ Ուզում ես ճիշտը իմանաս քերի։ Ես զզվում եմ Հայկից, ատում եմ Հայկին։ Քերչի արյանը։ Բարի օր, ախպերս։ Բարի օր, բարի օր։ Ինչ կա ես, ինչ գործի ես։ Աշխատում եմ։ Ամեն ինչ իրար վրա է լցվել, չեմ հասցնում։ Հա, կա տենց բան։ Բա ինչի օֆիս չես գալիս։ Կգամ, ախպերս, վաղվանից կգամ։ Այս կիսատ պռատ գործերը վերջացնեմ ու կգամ։ Բա դու ինչի օֆիսում չես։ Պետք է ոստիկանություն գնանք ես ու Մարեն։ Վթարի հետ կապված մի երկու փաստաթուղթ կա ստորագրելու։ Հասկացա։ Վրամ, քեզ բան եմ ուզում ասեմ։ Գործի հետ է կապված։ Չէ, Սոնայի հետ է կապված, նորություն կա։ Հետաքրքիր չի Արմո, ու այդ թեման փակ է։ Ինչ։ Ասում եմ նորություն կա Սոնայի հետ կապված։ Ախպերս, ես էլ ասում եմ հետաքրքիր չի։ Դու ավելի լավ է քո գործերով զբաղվի ու դրա վրա ժամանակ մի կորցրու։ Չես էլ ուզում իմանաս ինչ նորություն կա։ Արմո, չէ, ընդհանրապես հետաքրքիր չի։ Լավ։ Այդ դեպքում ուրեմն առաջարկում եմ մինչև նարան պատրաստ լինի, կոֆե խմենք։ Այդ կարելի է։ Տիկի ասեմ, թող պատրաստ։ Գնա։
թող ես կմաքրեմ։ Չէ, բալես ես կանեմ։ Ուղղակի մտքերով հետ է գնացել։ Լալա մտքիցս դուրս չի գալիս։ Հասկանում եմ։ Ահա, իսկ այդ ինչ թուղթ ստորագրեք, որ Արման եկել է։ Չգիտեմ, մամ, կգնանք բաժանմունք պարզ կլինի։ Համ էլ պիտի հասկանամ մեքենաս ինչ վիճակում է։ Լավ, այդ սուրճը թող ես կտանեմ, դու գնա պատրաստվի, որ դուրս գաք։ Ապրես, մամ ջան։ Ոչ մի բաց թողնված զանգ։ Լավ, ես հիմա ինչ անեմ։ Միկո, իսկ ինչի է քեզ թվում, որ քեզ ոչ մեկ չի հասկանում։ Դու կարող ես մտածել ես Հայկը այս ընտանիքում ինչ-որ բանով առավել է։ Ընտանիքը լավի ու վատի, պակասի ու առավելի մասին չի, տղա ջան։ Կարող է մեր ընտանիքը մի քիչ ստանդարտից դուրս է, բայց մենք իրար ունենք ու իրար նվիրված ենք։ Տես, ես ինձ ձեզանից չեմ առանձնացնում։ Կյանքն էլ բոլորիս հերթով փորձության մեջ է գցում։ Եվ հաղթողը լինելու է այն մեկը, ով որ հաղթում է այդ փորձությունները։ Իսկ ով ասա որ պիտի հեշտ լինի։ Ուժեղ մարդուն հեշտ կյանք չի տրվում։ Ուժեղ մարդն էլ պետք է անընդհատ պայքարի մեջ լինի։ Իսկ մարդը ուժեղ է, երբ որ մենակ չի։ Մենակ մարդուն կործանելը մեկից մեկ է, բայց այն մարդը, ում կողքին մարդիկ կան, ընտանիք կա, այդ մարդուն հաղթել հնարավոր չէ։ Եվ այն պահին, երբ որ այդ մարդը ուժերը կորցնում է, ընկերն է ուսը դեմ տալիս, որ հենվես։ Ընտանիքն է, որ տիկունքից գալիս և բարձրացնում քեզ։ Մենակ մարդը ում է պետք։ Ինչ ես հրաժարվում այն ամենակարևորից, որը շատերի համար երազանք է։ Որովհետև քեռի, ես ինչքան պինդ պահեցի այդ կարևոր մարդկանց, այդքան արագ է կորցրեցի։ Գիտես իմ համար հեշտ է։ Ես ամբողջ կյանքս կորցնում եմ։ Նենց տպավորությունը, որ իմ կյանքը կորցնելու մասին է։ Դրա համար չեմ կարողանում Հայկին ներել։ Փոքր երեխու պես վիրավորված եմ։ Ես մորս չհասցրեցի տեսնեմ։ Ծնվել եմ մահացել է։
Հորս դեմքն է չեմ հիշում։ Նկարներն եմ նայում, որ չմոռանամ դեմքը։ Մեռած չի, բայց մեռածի հաշիվը։ Պապն ու տատն էլ իմ համար բաց վերքի պես են, որ չեն սպիանում։ Ու հենց դրա համար էլ Հայկին չեմ կարող ներեմ։ Որովհետև Հայկը իմ համար համ հեր էր, համ մեր, համ պապ, իմ համար ամեն ինչ էր։ Իրա մեջ ես բոլորին էի տեսնում, որովհետև իմ ընտանիքն էր, իմ աղբերն էր։ Հետո ձեր տուն եկա, սկսեցի ապրել։ Մորքուրին տեսնում էի, պատկերացնում էի, որ ոնց է մաման եղել։ Կարոտս իրանից էի առնում։ Ու մտածում էի, որ կյանքը նաև գտնելու մասին է, մենակ կորցնելու մասին չի։ Բայց ինչ եղավ։ Սոնան, աղբերներս իմ համար ամեն ինչ էին։ Իմ համար ամեն ինչ անում էին։ Բայց մորքուրին ու աղբերներս է կորցրի։ Կորցրինք։ Քերի, դու որ իմ համար ամենահզոր կերպարն ես, աչքիս առաջ մի բուռ էիր դարձել։ Դրանից հետո ես չէի կարող ոչ մի բանին հավատալ։ Մի բան մտածում եմ, որ խնդիրը իմ մեջ է, որ ես ում սիրում եմ, կորցնում եմ։ Դե երեխա եմ եղել, շատ բան չէի հասկանում։ Մտածում եմ, այդ ամեն ինչի մեջ իմ մեղքն էլ կա։ Ու հիմա հասկանում եմ, որ երեխայական մտքերն եղել, բայց վախի պես բան է դարձել, հետս քարշ եմ տալիս։ Ես ոչ մի անգամ չեմ մտածել, որ դու այսքան խորդ ես մտածում։ Ու գիտակցում ես եղածի ծանրությունը։ Մտածում ես երեխա ես։ Քերը ինձ անընդհատ թվում է, որ ես պիտի կորցնեմ։ Ու ամենալավ միջոցը այդ ոչ մեկին կողքը չպահելն է։ Որովհետև որ կողքս ոչ ոք չլինի, չեմ է կորցնի։ Լսի, ընդունես թե չէ։ Դու կողքդ աղբեր ունես։ Սոնա ունես։ Ինձ ունես։ Սոնան իմ համար ուրիշ է։ Ես դա շատ լավ գիտեմ։ Ու որ ստեղ լիներ այսօր, ես կարիք չեմ ունենա քեզ համոզեի այսքան։ Սոնան կասեր, եւ դու միանգամից տուն կգայիր։ Ուրեմն լավ է, որ ստեղ չի։ Ես քեզ բան պետք է հարցնեմ, բայց պետք է քեզ խնդրեմ, որ չխաբես։ Ասա քերի։ Դու Ռուսաստանում այդ 40-50 տարեկան մարդու հետ ես ապրել։ Ուզում հասկանամ ով է այդ մարդը։ Ինքն է քեզ պահե։ Հա, կա տենց բան քերի։ Եվ ով այդ մարդը։ Նարե, դեռ պատրաստ չես։ Արմեն ու Վրամը արդեն սուրճն էլ խմեցին։ Մամ, մի րոպե հեռախոսդ կտաս։ Հա, բայց ինչի համար։ Ուղղակի իմ հեռախոսը ոնց որ փչացել է, ինչ-որ մի բան են չի, ուզում եմ քո համարից ինձ զանգեմ։ Մի խոսքով կարևոր չի, շուտ կբերեմ։ Վերցրու, բայց արագացրու, Արման քեզ է սպասում։ Շուտ հետ կգամ։
Այդ նամակը ոչ մի ձև ուղեղիցս դուրս չի գալիս։ Ինչքան էլ որ հորս մասին չեմ ուզում մտածեմ, բայց մեկը անհանգստանում է։ Այդ հեռախոսի համարը ինչ-որ տարիքով մարդու անունով է։ Ինքն էլ երևի չգիտի ում համար է վերցրել։ Ոնց հետաքրքրվեցի, բայց բարեկամ բան չունի։ Այդ նամակը գրողը իրան տենց հեշտ չէր մատնի։ Լավ, դու այն ասասոված չես, մտնենք ներս մի բան ուտենք։ Չէ, ախորժակ չունեմ։ Ինչ որ ախորժակ չունես, մնանք ստեղ։ Արի լավ։ Օֆիսում նորմալ է ամեն ինչ։ Ոնց գիտես։ Վրամ ջան, ջուրդ։ Տիկինանիք Նարեն ինչ եղավ։ Նարեն հեսա կգա, պատրաստում էր։ Ու ինչի համար է տենց երկար բարակ պատրաստվում։ Դե Վրամ ջան, աղջիկա։ Այդ որ մի աղջիկը տնից դուրս գալուց չի պատրաստվում։ Ոչ մի խնդիր, ինչքան պետք է ես կսպասեմ։ Հիմա չես ասել այդ մարդը ով է եղել։ Քերի, բայց քեզ ինչի է հետաքրքիր այդ մարդը։ Որտեվ ես էլ աղբերդ էլ կասկածում ենք, որ Աշոտի հետ ես եղել։ Հորս։ Քերի, ես քեզ ասում եմ, որ հորս դեմքը չեմ հիշում, դու ասում ես իր հետ եմ եղել։ Ինքը մեր գյուղացի է։ Պապաս իրան ժամանակին օգնել է։ Ինքն է ինձ էր օգնում։ Միասին աշխատում էինք, բայց ոչ Աշոտին, ոչ Լալային ես չեմ տեսել։ Ով գիտի հերս իր համար կյանք է անում Լալայի հետ։ Մեզ է մոռացել է։ Պատասխանի, Հայկ, խնդրում եմ, պատասխանի։ Չպատասխանես, խնդրում եմ։ Չպատասխանես։ Ալո։ Ալո։ Լսում եմ, խոսացեք։ Զանգ է գժվստում է։ Ինչ եղել, Այկո, ինչ ես մտածում։ Մտածում կարող այդ նամակի պահով էին զանգել։ Նամակի պահով զանգեց այնը տային լսում։ Ալո։ Ալո, ով է, լսում եմ։ Ես եմ։ Նարե։ Հա, Հայկ, ես եմ։
կպատասխանեիր զանգերիս կամ գոնե հետ կզանգեիր։ Բայց եթե դու պատասխանում ես անծանոթ համարներին ու հետո զանգում, այդ նշանակում է, որ խնդիրը ժամանակը չի։ Խնդիրը ես եմ։ Չէ, խնդիրը դու չես։ Ես չեմ ուզում դու հիմա մտածես, որ ես քո հետևից եմ ընկնում։ Կամ քեզ ուզում եմ պահել։ Չէ։ Ուղղակի ուզում էի հասկանայի, կարող է ինչ-որ բան ա եղել, բոլոր համարներին չես պատասխանում, թե մենակ ինձ չես պատասխանում։ Լռում ես։ Նշանակում է համաձայն ես։ Հայք ես հասկանում եմ քեզ, բայց քո կողմից շատ սխալ որոշումներ են, որ դու իմ զանգերին չես պատասխանելու։ Մենք միշտ ազնիվ ենք եղել իրար հետ։ Ու երկուսս էլ իմացել ենք, որ այսօրը գալու է։ Ուղղակի երևի ես քո համար այդքան կարևոր չեմ։ Ինչքան որ մտածում եմ, հակառակ դեպքում Ես քո արածը ոչ մի արդարացում չունի։ Ուղղակի այդ նույն պատճառները քեզ չխանգարեցին, որ դու գաս ու լինես կողքս։ Ու հիմա ես հասկանում եմ, որ ես քո համար այնքան կարևոր չեմ, ինչքան որ պատկերացրել եմ։ Ոչ մի բան չես ասելու։ Հայկ։ Ոչ մի բան չունեմ ասելու։ Այդ դեպքում կներես, որ անհանգստացրեցի քեզ։ Խոստանում եմ, էլ չի կրկնվի։ Ես եկել եմ, որ խոսանք։ Այսօր իմ ու քո խոսակցությունը կիսատ մնաց։ Ոչ մի բան էլ կիսատ չի մնացել։ Իսկ եթե մնացել է, այդ արդեն կարևոր չէ։ Ում ես խաբում, ինձ թե քեզ։ Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձնից։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Զարմանալու կլիներ, եթե պատասխանեի։ Չեն արը, պիտի դու իմ զանգերին պատասխանես։ Ու պիտի դու էլ ինձ զանգես, որովհետև ես սպասում եմ քո զանգերին։ Ինչի։ Այդ ինչ փոխվեց տենց մի անգամից Հայկ։ Ինձ թվում է երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք ինչի մասին եմ խոսում։ Հա, այնքան հասուն ենք, որ դու հիմա այդ զգացածիդ անուն չես տալիս։ Վատ ես քեզ զգում անուն տալուց։ Որ վատ զգայի, ստեղ չէի լինի նա։ Հայկ, դու իմ հանդեպ ամեն ինչ զգում ես, չգիտեմ, մեղքի զգացողություն, խղճահարություն, պարտքի զգացողություն, բայց ոչ։ Ինչ։ Ինչի չես շարունակում։ Պետք չի խաղալ մարդու զգացմունքների հետ, երբ որ ինքը քո հետ անկեղծ է եղել։ Ես անկեղծ եմ եղել ու ասել եմ, թե ինչ եմ զգում քո հանդեպ, բայց պիտի այդ միջև իմ հետ գերեզման տանեի։ Ու հիմա խնդրում եմ, որ դու չօգտվես առիթից։ Նարը ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ու շատ անգամ փորձել եմ պահեմ իմ մեջ։ Այն ինչ զգում եմ։ Շատ անգամ հետս կռիվ եմ արել։
շատ անգամ ինձ մեղադրել եմ։ Բայց հասկանում եմ, որ մենք չենք որոշում ում հանդեպ ինձ զգանք։ Չէ, երևի հենց դու էլ ճիշտ էիր։ Երևի գիտակցությամբ հնարավոր է հաղթել սրտին։ Չէ, անհնար է։ Ես 1000 անգամ փորձել եմ, բայց անհնար է։ Ամեն անգամ, որ զգում եի, էլ չեմ դիմանում, գնում եի Արփիի մոտ։ Բայց ամեն անգամ գնալովս զգացածս ավելի շատ էր ամրապնդվում։ Ես չգիտեմ ես ինչ ճակատագրի հեգնանք է, բայց ես Խնդրում եմ, պետք չի, ոչ, մի բան մի ասա։ Հավատա տենց ավելի վատ է լինելու։ ինչքան չասեմ։ Հայկ, պետք չի։ Հիմա ով է վախենում, ես թե դու։ Չի կարելի է սխալ է։ Ես չգիտեմ սխալ է, թե չէ։ Խնդրում եմ, Հայկ, խնդրում եմ։ Ես քեզ սիրում եմ, նա։